Շնորհակալություն, Տիկին Ավանեսյան, երկու հարց ունեմ, առաջինը առողջապահության համընդհանուր ապահովագրություն արդեն 3 ամիս գործում է, եւ ես իմաստով հետաքրքիր է իմանալ այն ծառայությունը, որ մատուցվում է քաղաքացուն առողջապահության համընդհանուր ապահովագրության շրջանակներում եւ ոչ դրա շրջանակներում այդ ծառայությունների գները շատ է տարբերվում իրարից թե ոչ եւ երկրորդ հարցս ունեք արդյոք գնահատական որ այն գումարները որ հատկացված է բյուջեով եւ այն որ պետք է հավաքագրվի բավարարելու է այս տարվա ընթացքում թե կարող է պատահի ինչ-որ պակաս գումարների դրացնելու անհրաժեշտություն լինի Շնորհակալ եմ հարցի համար իհարկե նման մեծ համակարգներ դնելու առումով շատ մեծ ռիսկեր կային որ պետք էր ճիշտ հաշվարկել դրանց կառավարման մեխանիզմներ ու գործիքներ մշակել եւ ըստ էության այս 3 ամիսները մեզ ցույց են տալիս որ մեր ակտուարական հաշվարկները ճիշտ են եղել եւ մենք առաջին 3 ամսվա ընթացքում ամբողջովին տեղավորվում ենք մեր եռամսյակային բյուջեի շրջանակներում եւ մեր հավաքագրումներն ու մեր ծախսերը իրար հետ լրիվ համադրելի են 3 ամիսը իհարկե դեռ նախնական է բայց սա արդեն իսկ ցույց է տալիս որ մենք ճիշտ ճանապարհին ենք գտնվում ինչ վերաբերում է ծառայությունների գնահաշվարկին մեր փաթեթում ներառված է 2400 ծառայություն եւ մոտ 1200 անվանում դեղորայք մենք ամեն ծառայության մասով իրականացրել ենք ինքնարժեքի հաշվարկ ելնելով թե ինչ արժեն դեղերը, բժշկական նշանակության պարագաները, կապիտալ ներդրումները, բուժաշխատողների աշխատավարձը եւ ստեղծել ենք մեթոդաբանություն եւ էլեկտրոնային նաեւ հաշվարկային գործիքներ։ Եվ միշտ մոնիտորինգ ենք իրականացնում, մենք սա դիտարկում ենք որպես դինամիկ process եւ Իհարկե 2400 անվանում ծառայությունների մեջ այսօր էլ մենք որոշակի վերանայումներ անում ենք, շարունակելու ենք անել։ Բայց մեզ այս 3 ամիսներն էլ արդեն իսկ հուշում են, որ ծառայությունները գնահատականը բավական իրատեսական է, դրանք փակում են այն ծախսերն ու ներդրումներն ու շահույթ ողջամիտ, որ բժշկական կենտրոնները ունեն, ես սա որպես ոչ միայն որպես առողջապահության նախարար ապահովագրության մասով եմ ասում, այլ նաև որպես պետական բժշկական կենտրոնների լիազոր մարմին կառավարող։ Մեր մոտ 60 կենտրոնները բոլորը այս 3 ամիսների ընթացքում արդեն իսկ դիտարկում են միջոցների ավելացում, արդեն իսկ իրենց ընթացիկ կարիքները կարողանալու են հոգալ իրենց միջոցների հաշվին, իրականացրել են բժիշկների աշխատավարձերի վերանայում դեպի դրական ուղղությունը։ Եվ այո, կարծում եմ, որ այս հաշվարկներն ու ձևաչափն ու մոդելը լավագույնս է ծառայելու մեր պետությանը, կառավարելի է պահելու նաև ծախսերը, այստեղ էլ, երբ որ խոսքը գնում էր ինչու պետական ամբողջական մեկ զամբյուղ ռիսկերի, մենք ասում ենք, որ սա է մեզ հնարավորություն տալու կառավարել ուրեմն ծախսերի ավելացումը եւ ինչպես տեսնում ենք մեր ընտրած մոդելը մեկնարկային եռամսյակի մասով լրիվ ուրեմն ցույց է տալի որ ճիշտ էր